Բարև Ֆակտոր TV հյուրը ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն է, ողջույն պարոն Սեֆիլյան։ Ինչ տեսակետ ունի ԱԺԲ-ն հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունների միջև վերջին օրերին լարված հարաբերությունների առիթով, եթե շատ կարճ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկում է կամ պահանջում է կաթողիկոսից ազատել Վեհարանը եւ անցկացնել նոր ընտրություններով, պնդելով, որ խախտել է կուսակրոնության ուխտը եւ պետք է հեռանա։ Ինչ է դուք նշմարում։ Անշուշտ թայմինգը շատ կարևոր է, թե ինչու հիմա հասկացավ եկեղեցու վրա արձակումը։ Անշուշտ նաեւ անհետեթ չէ, որ նոր են իմացել, որ իբրև թե այդպիսի բան կա, խախտում կա կաթողիկոսի կողմից, այն դեպքում, որ այդպիսի խոսակցություններ դասնամյակներ է, շրջանառության մեջ է։ Այստեղ անշուշտ շատ կարևոր է ժամանակային իմաստով ինչու այժմ հասկացավ հարձակումը եկեղեցու նկատմամբ։ Այստեղ հարձակումը կաթողիկոսի նկատմամբ չէ, եկեղեցու նկատմամբ է։ Կարելի ասել պատճառները վստահաբար մեկը չի, մեկ պատճառով պիտի չի լինի, նաև մեծ հաշվով մենք, քանի որ նաև ընդրությունների շեմին է գտնվում երկիրը, այդ իմաստով նաև նախապատրաստական աշխատանքներ կա, բայց ես ավելի շատ հակված եմ վերջի ամիսների թուրքական, ադրբեջանական կողմի հայտնի բանջները, այնպիսի բանջներ, որոնք Հայաստանում հնարավոր չէ կյանքի կոչել, մինչև այն ժամանակ, որ Հայաստանում արգա են օղակներ, առավել եւս հաստատություններ, որոնք իրենց էությամբ ազգային են եւ թիմադրելու ունակություն ունեն։ Ոստի ադրբեջանական այդ հայտնի համարտության փոփոխություն 300,000 ճագերտավոր փախստականների վերադարձ Հայաստան, Միչանսկ, ոչ միայն Միչանսկ, Սյունիքը Զանգեզուրի իրենց է պատկանում, Արցախում ցեղասպանություն, մեր հայկական ժառանգության, քրիստոնեական ժառանգության մշակութային փոշիացում, խժռում, շնավ յուրացում, պատմության յուրացում, որ հայեր չեն եղել այս տարածաշրջանում եւ այս իմաստով Ադրբեջանը արտաքին շատ ակտիվ քաղաքականություն է վարում, իջև Վատիկաններ եւ այլն, Պարտողոմեոսների յուրացում, Ռուսաստանի ամենա Փարսաշյան Բաշտոնյայի ներկայությամբ, այսինքն հայրաքելական եկեղեցու հիմքն են, այսպես ասած, փորձում նաեւ վերցնել, դագից դուրս բերել բնականաբար ռուսական կողմի հովանավորությամբ։ Այս ամենը կյանքի չի կարող գոչվել, եթե Հայաստանում շարունակում է, ինչպես ասացի, դակավին շարունակեն գոյություն ունենալ հաստատություններ եւ ինչնայով քաղաքական շրջանակներ։ Միջից ասեմ ցեզ, որ այս հարցը բանը զուգահեռ պետք է անցկացնել, այս հարցակումը եկեղեցու վրա, միաժամանակ նաեւ եթե շատեր չեն նկատում, բայց պետք է ովքեր մոտիկից հետևում են, պիտի նկատեն, որ վերջի ամիսներին նաև ազգային քաղաքական շրջանակների նկատմամբ եւս իշխանությունների կողմից միտում կա դաշտից դուրս բերելու, որի մեջ նաև բևերն էլ կա, նորություն չի, մենք մեր նկատմամբ հալածանքները նոր չեն, դեղյակ եք, բայց նաև վերջերս նոր հանգամանքներ կան, որի մասին նաև լսել եք, բայց ոչ միայն բևերը, բարեբախտաբար նաև ազգային շնչող այլ գազམ་ագերբություններ եւ շրջանակներ էլ կան, նաև ավանդաբար եւ այլ։ Ես կասեի, որ սա ընդհանուր բադվեր է, նախքան իրենց այդ հայտնի նպատակները, իրենց հայտնի ծրագրերը կյանքի կոչելու, նրանք խնդիր են դրել այս թավաջան իշխանությունների առաջ, իրենց գործիքի առաջ, այս խնդիրի լուծմանը եւ սրանք փորձում են այդ խնդիրը լուծել։ Միջարից ասեմ ցեզ, որ այն մարտավարությունը, որտեղ կրում են եկեղեցու նկատմամբ հարձակումը, շատ բան է, անհետեթ է եւ ի սկզբանե կարող ենք ասել, որ ցախողվելու են այս հրաբարակային անհետեթ, անմագարտակ, անփովանտակ կամ անփարո փովանտակությամբ
ստատուսներով, հա, ամեն օր այսօր էլ հավանաբար մի բան գրել է Փաշինյան երևույթը։ Դրանով ես կարծում եմ, որ իրենց նպատակին չեն հասնելու, ինչքան էլ որ մեր եկեղեցին, այո, մեր եկեղեցին դերությունները բազմաթիվ են, որի մասին մենք որպես քաղաքական ուժ հաջող չենք բարձրացնել, եղել է դեպքեր, որ որպես քաղաքական ուժ բարձրացնել ենք, բայց փորձել ենք խուսափել, որովհետեւ հնարավորինս առանցել բարակ դված վիճակը մեր ժողովրդի ավելի չբարակդենք, սակայն անհատապես ես օրինակի համար ես անցած տասնամյակներին հաջող եմ կարծիք հայտնել, դժգոհություն հայտնել, առաջարկություններ արել կամ խոսել անհրաժեշտությունը եկեղեցու հա, այսպես բարեփոխման, ճիշտ իր առաքելության հունի մեջ բերելու, այս իմաստով որպես մտահոգ հայ մարդիկ մենք բարձրացնել ենք, սակայն այսօր դեպքը այնպիսին է վիճակը, որ հա մենք քաղաքական պայքարի մեջ ենք, ոչ միայն մենք շատերս պետք է հասկանանք, որ կապ չունի թե հայ անհատը որ շերդին է պատկանում առհասարակ հավատացյալ է, ընդգծված հավատացյալ է, ընդհանրապես միայն հարկանք ունի, ինքը չի հավատում, բայց հարկանք ունի եկեղեցու նկատմամբ որպես ազգային հաստատություն, նայեցեք միայն այն փաստը, որ այսօրերին, որ Արցախում բղձվում է հայ եկեղեցու բազմաթիվ գոթողներ, մենք պատկերացնում ենք, չէ՞, որևէ հայ մարդ, որ տեսնում է այդ պատկերները, ինչպիսի ծանր հոգեկան վիճակ է ունենում։ Ինքը այդ փաստը արդեն ցուցանիշ է, որ գապ չունի այստեղ եկեղեցու նկատմամբ հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը առնվազն հարկանքը ունի։ Այս իմաստով սխալվել են բարոնայք Փաշինյանները, որ իրենց այս ամփարո կամ, չգիտեմ, համարձակությունից շատ ավելի արդեն ոդնցություններով կարող են իրենց նպատակին հասնել։ Պարոն Սեֆիլյան, հակառակ էֆեկտն է դալու այս ամեն ինչը։ Երկու մեղադրանք ամեն դեպքում հնչում է հոգևորականության հասցեն, մեկը այն է, որ նրանք խախտել են պետություն, եկեղեցի, այսպես տարանջատումների եւ ընդդիմադիր պայքարի մեջ են մտել arczepiskopos Գալստանյանի անցած տարվա շարժումն են բերում, որ նաեւ իդեպ դուք եք մաս կազմում եւ երկրորդը դուք փոքրինչ ակնարկեցիք, որ Բարսաշճան հոգևորականությունը, այդ թվում այսօրվա կաթողիկոսը լռում է, երբ որ Երևանում 10 հոգու գնդակահարում են, հա, կամ Սարիթաղում կամ ՊՊՑ գնդի գրավման ժամանակ զանգվածայնորեն խախտվում են մարդկանց իրավունքները կամ նրանք որևէ կերպ իրենց աջակցությունը հայտնել են օրինակ Սասնա ծռերին, հա։ Տեսեք, սրանք չեք կարծում, որ որոշակի օբյեկտիվության տարեր ունեցող քննադատություն են, այսինքն նրանք չեք կարծում, որ որոշ չափով նաև որոշակի քաղաքականացված են, այսինքն հարում են հատկապես Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանին այդ թևին են հարում եւ ցանկալի կլիներ որպես քրիստոնյա ունենալ ավելի չեզոք կամ ավելի մարդամոտ, այսպես քաղաքացիամոտ հոգեվոր վերնախավ։ Ես քիչ առաջ խոսեցի բազմաթիվ դերությունների մասին, որ մենք բարձրացնել ենք օրին։ Բայց այժմ ես ճիշտ չեմ համարում այդ դերությունները այս օրերին բարձրացնել։ Այսինքն եկեղեցու բարեփոխումները կամ եկեղեցու հնարավորինս իր առաքելության վերադառնալու կամ ավելի արդյունավետ իր առաքելությունը իրականացնելու գործունեությունը, գործը, ցանկությունները մեր ժողովրդի ժամանակը հիմա չէ։ Դա չի կարող լինել Փաշինյանի ժամանակ։ Առավել եւս դա չի իրավունք չունի Փաշինյանը ինքը անձամբ այդպիսի հարց բարձրացնի։ Այստեղ նայեք նույն Փաշինյանները իրենք հակասում են իրենք խոսում են, հա, եկեղեցին իրավունք չունի, հա, պետության գործավարությանը գործունեությունը բանանելու, խառնվելու, բայց նույնպես էլ պետությունը իրավունք չունի, չէ՞, եկեղեցու ներքին հարցերին զբաղ կամ նույն այն մեղադրանքը, որ առաջ են մղում կաթողիկոսի նկատմամբ, որ նա խախտել է կուսակրոնությունը։ Դա ներ եկեղեցական խնդիր է։ Դուք ով եք։ Դուք իրավունք չունեք, դուք իրավունք չունեք խառնվելու։ Ասում են որպես քրիստոնյա ենք բարձրացնում այդ հարցը։ Չէ, դուք արդեն համագարկող խմբեր են ստեղծում, հարցակման են նախապատրաստում, ծիծաղելի է շատ։ Այսինքն իրենք իրենց
ժամը մեկ հագասում են այս իմաստով։ Նորից եմ ասում, որ թերությունները բազմաթիվ են եւ ոչ միայն, հա, մեր ազգային, ասենք, եկեղեցին մեր գլխավոր ազգային հաստատությունն է, բայց մենք որպես պետություն եւս այսօր գայացած չենք։ Այսինքն մենք ներազգային այնքան խնդիրներ ունենք, որոնք պետք է ոչ միայն բարեփոխվեն, նաեւ արմատական փոփոխությունների պետք է ենթարկվեն, բայց դա մենք շատ բոլորս էլ հասկանում ենք, որ դա չի կարող լինել Փաշինյանի ժամանակ։ Եվ այստեղ իրենց նպատակը բարեփոխումը չի։ Իրենց նպատակը այո առաջնահերթորեն ունենալ եկեղեցի գլխին այնպիսի մի մարդ, որը 100% ենթարկվելու է իրենց, ինչպես որ նշանակում է որևէ մի նախարար, չէ՞։ Պաշտոնը այսօր ասում է չունի թեկնածու։ Այդ դրամապանությամբ իրենք ուզում են նշանակեն մեկին, որովհետեւ ենթարկվի ամբողջությամբ իրենց, իսկ իրենք ում են ենթարկվում, շատ բարձր է, չէ՞, Փաշինյանը ում է ենթարկվում։ Ուստի այժմ խոհեմ հայ մարդիկ, շատեր, որոնք շատ լավ հասկանում են ինչպիսի տերություններ կա, այժմ հասկանում են, որ դա բարձրացնելու ժամանակը չի, այժմ այդ փոփոխությունների ժամանակը չի, այժմ գործող իշխանությունների փոխելու ժամանակն է։ Եվ միայն այս իշխանությունը փոփոխությունից հետո եւ առավել եւս անցումային դրամապանության փուլից հետո նոր ընտրություններ կազմակերպելուց հետո կարելի է արդեն ազգային իշխանությունների օրոք խոսել բազմաթիվ տերությունների նաև ներառյալ եկեղեցու հետ կապված։ Հասկանալի է։ Այժմ այնինչ այսօր որևէ բարձրացնում տերությունների մասին եկեղեցուն կան, դա ի օգուտ տշնամու չրաղացին չուր լցնել է նշանակում։ Պարոն Սեֆիլյան, ասացիք Նիկոլ Փաշինյանի հեռացում, նման մի նպատակ են հետապնդում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերը, որոնք ըստ էության այս օրերին խոսում են, բանակցում են իմպիչմենտի գործընթացի շուրջ, գիտեք, որ ՀՀԿ-ն 6 ստորագրություն ունի, Ռոբերտ Քոչարյանի ուժը ունի 28 ստորագրություն, բայց կտա այն դեպքում, երբ որ փողոցային շարժում լինի, դուք կարծում եք իրատեսական է այսօր իմպիչմենտի հասնել նմանատիպ գործընթացի միջոցով։ Ոչ, իրատեսական չի, դա ժամանակի բանը գորուստ է, անշուշտ մենք հասկանում ենք, որ այդ ամենը կատարվում է մեր ժողովրդին հերթական անգամ զբաղեցրած բահելու նպատակով, մոլորեցնելու նպատակով, դեղեկութային դիրույթում հնարավորինս աղմուկ բարձրացնելու, անիմաստ աղմուկ բարձրացնելու նպատակով։ Գիտեք, այս իշխանությունները 18 թվականից, ասենք 18 թվականի ընտրություններին սևը սպիտակը նրանց այդքան անհրաժեշտ չէր այդ մարտավարությունը ընտրություններին անելուց, նրանք այդ մարտավարությունը նրանց շատ անհրաժեշտ դարձավ 21 թվականի ընտրություններին եւ 21 թվականի ընտրությունների նախօրյակին մենք այդ ամենը հասկանալով եւ քանի որ արդեն մեծ ողբերգությունը տեղի էր ունեցել, այսինքն 44 օրյա պայմանավորված պատերազմը, Արցախյան, հա, մեր գորուստը, դարածքների գորուստ, հազարավոր հայ մարդկանց անտառնալի գորուստը, այդ վիճակը մեզ այդ օրերին նաև հուշել էր, որ մենք նաև հորդորով, նույնիսկ հրաբարակային դիմումներով այդ օրերին եւ Քոչարյաններին եւ Սերժերին հասկացնել, որ դուք ձեր ներկայությամբ քաղաքական դաշտում միայն ու միայն օգնելու եք այս իշխանությունների վերարտադրությանը։ Ճիշտ պիտի լինի դուք դուրս գա քաղաքական դաշտից։ Ինչու դուրս չեն գալիս այդ դեպքում։ Հա, եւ 21-ին նախօրյակին մենք վստահաբար այդպիսի հորդորներ արել ենք, նայեք, եթե Արցախյան որ ողբերգությունը տեղություն ուներ, բարձա որ այդ մարդկանց նրանց գործունեությունը մեր նկատմամբ, մեր նման ուժի նկատմամբ տշնամական է եղել։ Մենք երկրի ցաներ վիճակը հասկանալով մենք գոմ ենք թողել, նույնիսկ այդ հորդորները արել ենք եւ հրաբարակային հավանաբար նաեւ միջնորդներով, ցանոթներով եւ այլն։ Այդ մարդիկ այդպես էլ չեն ուզում, բացի իրենց անձնական էգոից, անձնական շահից, ուրիշ ոչ մի պատկերացում չունեն այդ մարդիկ։ Թե իրենք ամենամեծ շանսը ունեն Փաշինյանին հեռացնելու։ Չէ, ցավալիորեն դա շարունակվում է մինչ այսօր։ Ամենամեծ ռեսուրսները լրատվական, ֆինանսական, քաղաքական, միգուցե նրանք ունեն։ Չէ, ուրեմն 21 թվականից սկսյալ մինչ այսօր նրանց ներկայությունը ազգային ժողովում դա միայն օգնել է այս իշխանությունների կյանքը երկարացնելու նպատակով։
Եվ այժմ իշխանությունները նոր մարտավարություն չգտնելով որոշել են որդեգրել նույն մարտավարությունը, նորից պիտի այդ հագասություն, հա, այդ սև սպիտակ խաղը ցույց տան, Քոչարյանը հիմնականում կորձուղված է ուրեմն ովքեր որ պատրաստվում են ընտրությունների միջոցով իշխանապողություն պիտի լինի, իսկ Սերժ Սարգսյանի գլխավոր միսիան նա ասում է, չէ, ինչ ընտրություններ, մինչ ընտրությունները պետք է համախմբենք, դրա առաքելությունն էլ այսպես ասած այդ թաշտը զբաղեցրած բայելն է, ինչին ականատեսն են եղել մենք այս վերջի 4-5 տարիներին։ Դաշտերն զբաղեցին, ինչ շարժում որ եղել է, դեղի ունեցել, ներառյալ նաև մի տարի առաջվա Բաքրատ Սրբազանի շարժումը, այս մարտիկ ամեն ինչ արեցին, որ ոչ մի հաջողություն չլինի։ Ինչպես որ այժմ հիմա անկախ իրենցից եկեղեցու վրա հարձակման խնդիր է առաջացել, նրանք նույնիսկ այս հարցը ուզում են շահարկեն եւ փորձեն այդ ներուժը, փողոքի այդ ներուժը իրենցով անեն եւ հանգարց որևէ անվերահսկելի ուժ չփորձի այդ ներուժը, այդ ալիքը թամփի, հանգարց։ Եվ այս հարցում իշխանությունները, այսինքն Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանին օժանդակողի թերում են։ Ինչ իմաստով։ Ամեն բոլոր իմաստներով։ Եվ եթե այս վերջի 7 տարի է անցել, չէ՞, Սերժ Սարգսյանի մազից ինչ է բաղացել։ Որևէ մի օր այդ մարդը ազատազրկվել է։ Հիմա փորձենք հիշել այդ մարդու ոչ միայն 10 տարվա իշխանությունները, Սերժ Սարգսյանը նաև պատասխանատու պաշտոններ է ունեցել Քոչարյանի ժամանակ, Տեր-Պետրոսյանի ժամանակ, բազմաթիվ հանցագործությունների Եթե այլ բան չասենք, ընտրակեղծիքների մեղադրանքը կա ու կա, պարոն Սեֆիլյան, եթե ուրիշ բաներ չասենք։ Բազմաթիվ սպանությունների հետ կապված, հա, բազմաթիվ գործիքներ են հնչել այս տարիների ընթացքում, որոնք նա ինչ որ չափով իր անունը շոշափվել է, մամուլի միջոցով ենք տեղյակ, դարբեր եւ այլն։ Ինչու՞։ Հա, որը շատ բարձ է։ Այսինքն այս 7 տարին հստակ երևում է, որ փոխանցումը, որ դերի է ունեցել Սերժ Սարգսյանից դեպի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այնտեղ պայմանավորվածությունը հստակ երևում է եւ ես կասեի ավելին ոչ միայն երաշխիքներ կան, Սերժ Սարգսյանի ցերկում այսօր լծակներ կան։ Քաղաքական դաշտը կառավարելու լծակներ կան։ Եվ ասեմ ձեզ ավելին, քաղաքական դաշտի մեծամասնությունը այսօր կառավարվում է Սերժ Սարգսյանի կողմից, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի կողմից։ Հակառականորեն որ իշխանությունը իբրև պատկանում է Նիկոլ Փաշինյանին։ Ինչպես է կառավարում Սերժ Սարգսյանը։ Նա ուրեմն պիտի չի մոռանալ, որ նա 90-ականների սկիզբից, միակ գործիչն է, որ 91 թվականից մինչ այսօր, ասի մինչ 18 թվականը մշտապես եղել է պատասխանատու պաշտոնների։ Եվ ամբողջ երկրի կառավարումը, որը նա իրականացրել է իր ժամանակահատվածում, այդ ընթացքում բազմաթիվ լծակներ է ցերկ բերել, բազմաթիվ գործիքագազմեր է ցերկ բերել, որոնք նա իշխանությունը հանձնելուց չի փոխանցել նոր իշխանություններին։ Այդ լծակների մեծ մասը նա պահպանում է իր ցերքում ու շարունակում է կառավարել մեր երկիրը։ Այս իմաստով Փաշինյանն ու Նիկոլը մեծ հաշվով նույն բանն են, ներողություն, Փաշինյանն ու Սերժը մեծ հաշվով նույն բանն են ուզում։ Այսինքն Սերժ Սարգսյանը այս վերջի ժամանակներում իմ ունեցած դերակցություններով հետեւյալ խնդիրն է դրել, որ եթե գտնվի մի տեխնազու իր համար հարմար տեխնազու Փաշինյանին փոխարինելու, ինքը այդ ուղղությամբ աշխատանք կդանի։ Իսկ եթե չի գտնվի, նա գողմ է որ Փաշինյանը մնա։ Մասիսի քաղաքապետն է այդ գործիչը։ Դա ընդհանրապես անհետեթություն է, դա հավանաբար կարճ ժամանակ հետո մենք կիմանանք շախմատիստ Սերժ Սարգսյանը ինչու համար այդ Փեշկան դեղից, այդ զինվորը դեղից քայլ է կատարել, շարժ է կատարել, շատ շուտով կիմանանք, ես հիմա ունեմ ենթադրություն, չեմ ուզում առաջ ընկնել։ Բայց այս ամեն ինչը եւ խորհրդարանում կատարված այդ անցուդարձերը արհեստական լարումները, որ մենք բարբերաբար ականատես ենք լինում խորհրդարանում, շեշտում եմ, արհեստական հայոյանքներ, արհեստական, հա, ժողովրդի մոլորեսնելու նպատակով երկու կողմից ոչ բոլորն են տեղյակ։ Այնտեղ կան գլխավոր կերպարներ, որոնք երբ ուզեն այդ լարումը առաջացնում են եւ այլն եւ այլն։ Եվ մենք խնդրեմ ես 4-5 տարվա ընթացքում քանի անգամ արիթ է եղել, որ նրանք իրենց մանդատները պետք է վայր տնեին, ինչու չեն տվել։ Կամ նույն Բաքրատ Սրբազանի ժամանակ շատ լավ
արիտ էր ցևավորվել համախմբման հաջորդ, այսինքն հայտնվել էր մի գերբար, որը հնարավորություն ուներ չեզոք թիրքերից քաղաքական բայկար մղելու, որը այսօր այնքան անհրաժեշտ է մեր համար։ Որտեղ մենք այսօր գլխավոր խնդիրը հասկանում ենք, որ որևէ քաղաքական ուժ, որևէ մեկը, որ ասի այս ինչ մարդուն վրա հենվելով է, որ պետք է համախմբումը դեղի ունենա, այդ համախմբումը դեղի չի ունենա։ Մենք գիտենք ինչպիսի ծանր հոգեգան ժամանակներ են ապրում, ինչպիսի քաղաքականապես դահաս ժամանակներ են, ինչպես էգոն, էգոիզմը ինչպես քերիշխում է բոլորի մեջ, անհանդուրժողականություն, թշնամանք, բարակդում եւ այլն եւ այլն։ Իսկ Պակրատի ասենք ամենակարևոր անգամակներից մեկը ես օրին դա եմ գնահատել, որ ինքն ուներ հնարավորություն չեզոք թիրքերից հանդես գալու եւ առաջնահերթորեն ներազգային եւ ինչու՞ չէ նաեւ միջազգային ուներ այդ հնարավորությունը, բայց նույն Սերսակսյանը չթողեցին, տեսակ մենք մեջն էինք այդ շարժման, մենք տեսնում էինք մեջից ինչպես Սերսակսյանը ամեն ինչ անում էր, որ մեր նման ուժը որևէ ազդեցություն չկարողա ունենալ կամ Պակրատ Սրբազանը ինքը չկարողանա ինքնուրույն քայլեր կատարել։ Այս ամեն ինչը մենք մեջից տեսի, Քոչարյանը իր հերթին, բայց ինչպես ասեցի ես, մեծամասամբ լծակները պատկանել են եւ այսօր պատկանում են Սերսակսյանի ցերկուր։ Այստեղ Սերսակսյանի հետևորդներ, Քոչարյանի հետևորդներ, ես չեմ ուզում այդ մարդկանց հետ, ասենք, ոչ վատապանեմ, ոչ փորձեմ այժմ ինչ-որ բաներով իրենց համոզել, բայց չեմ կարող եւ Քոչարյանի հետ կապված եւ Սերժի հետ կապված իրականությունը չասել։ Իմ հույսը այն է, որ ինչ որ ժամանակ հետո, այսինքն այս օրասականությունը այնքան շատերի եւ միտքը եւ հոգին կբարդացրի դեպի ճիշտ ուղին տեսնելու, վերջապես այդ համախմբումը իրականանա առանց Սերսակսյանների եւ Ռոբերտ Քոչարյանների։ Այսպես է եւ եթե առաջիկա ժամանակներում որևէ այլընտրանք, որը այսօրերի մենք այդ ուղղությամբ աշխատանք ենք դանում եւ համառորեն շարունակելու ենք այդ աշխատանքը, ի դարբերություն շատեր, որոնք 26-ի ընտրությունների են պատրաստվում, մենք այժմ ասում ենք ընտրությունների չենք խոսում։ Մենք այժմ ասում ենք այս մարդու օր առաջ պետք է հերացվի։ Այս մարդու օրոք ընտրությունները անհետեթություն են։ Եթե վաղը լինի ընտրությունները, նույնանման խորհրդարան ենք ստանալու։ Բայց չէ՞ որ նա պարտվում է տարբեր քաղաքներում, միգուցե հանրապետությունում էլ պարտի։ Գիտեք, բոլոր այս 30 տարվա բոլոր իշխանություններն էլ ընտրություններով 100% չեն հաղթել, չէ՞։ Պիտի ինչ որ դեղեր էլ զիջել են։ Պիտի ցույց տան, չեն կարող 98% հաղթել, պիտի որոշ դրամապանական 60-65։ Բայց Քոչարյանը հավատում է ընտրություններով Փաշինյանին հեռացնելու հեռանկարին։ Դա նայած ում համար է, դուք նայում եք, ասում եք նկատում եք, որ նա հավատում է, ես նայում եմ, տեսնում եմ, որ նա գեղձում է։ Եվ ասում եմ, նրանք գործնելու բան ունեն եւ այս ստատուս կվոն, որ արգա է ներքաղաքական, դրանց իրենց համար կդած վիճակ է։ Հա, չեն հալածվում, իրենց միլիարդները չեն գործնում եւ շարունակում են միլիարդներ ավելացնել, հա, եւ Փաշինյանները, եւ Սերժերը, եւ Քոչարյանները, իսկ երկրի ինչ կլինի, Արցախը ինչ եղավ, ինչ կլինի, իրենց չի դա։ Այսինքն Փաշինյանին հեռացնելու իրական նպատակներ չունեն նախկին նախագահները։ Այսինքն նրանց խնդիրը ես ճիշտ հասկացա, որ քաղաքական դաշտում տեղ դեր ունենալն պահպանվի, որովհետեւ իրենք շարունակեն իրենց հարստությունը կառավարեն։ Այսքան բան։ Այդ 18-ից հետո, պարոն Սեֆիլյան, ինչը մի բան այն չգնաց, որովհետև ԱԺԲ-ն այնպես չի, որ Փաշինյանին հենց սկզբից ընդդիմադիր էր։ Ես հիշում եմ, դուք, եթե չեմ սխալվում, պարոն Չուքազյանը, ընդհանուր Փաշինյանի հետ հանդիպման եք գնացել տարիներ առաջ կառավարություն, այսինքն դուք որոշակի համագործակցային բաներ պատկերացնում եք, այո։ Այ ինչ է այնպես չգնաց, միայն պատերազմն էր խնդիրը, որ այսպես պարտության պատասխանատվություն ըստ Փաշինյանի վրա է եւ նա չի կարողանում այդ բեռի տակից դուրս գալ եւ այլն։ Այ ձեր ջրերը ինչու մի առով չհոսեցին։ Անշուշտ այդ ժամանակ մենք ամեն ինչ չէ որ տեսնում էինք եւ 18 թվականի առաջի ամիսներին, փոփոխության առաջին ամիսներին մենք հնարավորություն էինք տեսնում, որ Փաշինյանը կարող էր իրավիճակ փոխել եւ վերջապես pedagogical աշխատանքը սկսվեր մեր երկրեն ներս։
այդ հնարավորությունը մենք տեսնում էինք։ Բայց պատերազմից հետո մենք լրացուցիչ նոր բաներ իմացանք, որը 18 թվականին մենք չէինք տեսնում։ Միջայլոց ցեզ ասեմ, որ մենք 19 թվականից մենք համարյա արդեն ոչ մի հույս չենք ունեցել, առաջի ամիսներին այդ հնարավորությունը տեսել ենք։ Բայց հավանաբար 6 ամիս հետո, 1 տարի հետո մենք արդեն հասկացել ենք, որ այս մարդը իրեն բացի իշխանությունից ուրիշ բան չի հետաքրքրում։ Բայց մենք այդ ժամանակ չէինք տեսնում նրա թավաջանության պայմանավորվածությունը թշնամու հետ։ Դա երևաց 20 թվականի հայտնի պայմանավորված պատերազմից հետո։ Այսինքն մենք փանդում եղած ժամանակ, բանդից դուրս գալուց հետո, երբ որ ներքաղաքական իրավիճակը գնահատում էինք, այո, ռուսական ազդեցության մասին շատ բարձ էր, հա, մենք միշտ խոսել ենք նոր քաղաքատիրական կառավարումից, Կրեմլի ազդեցությունը ինչպիսի մեծ ազդեցություն է եղել, բայց մենք այդ մինչև 18 թվական, 19 թվականը մենք չենք նկատել թուրքական նախապատրաստական աշխատանքը, թուրքական ազդեցությունը, այսինքն 18 թվականի փոփոխությունով փաստորեն այստեղ նաև թուրքական բաղադրիչն է ավելացել ռուսական կառավարման բաղադրիչին։ Եվ այդ ռուս-թուրքական պայմանավորվածության արդյունքում է որ տեղի ունեցավ հայտնի Լավրովյան պլանը ամենավայրակ ցևով արդեն 20 թվականին։ Իսկ 20 թվականի կատարվածից հետո արդեն այդ թավաջանությունը, որ մենք ականատես եղանք, դրանից հետո արդեն ոչ մի բան, հա, դրանից հետո ինչ որ նա հրավիրել էր արտախորհրդարանական ուժերը, մենք մերժել ենք, մենք հրաժարվել ենք այդ մարդու հետ պատերազմի ընթացքում որևէ բանի կորզարկի գնալու, այդ մարդը թավաջան է։ Որը կարելի է այդ որպես նստիլ խոսի, որպես ճշտամի, ինչպես միշտ ճշտամական կողմերը նստում են սեղանի խոսում են, որպես այդպեսին կարելի է մի օր նստել, եթե անհրաժեշտություն լինի ընդհանուր գործի համար, բայց որպես ճշտամի։ Պարոն Սայֆելյան, քանի որ դուք առաջին Արցախյան պատերազմի հրամանատարներից եք, ինձ հետաքրքիր է դուք Ռուսաստանի տված զենքով եք օկուպացրել Ադրբեջանի տարածքները։ Ինչպես պարոն Լավրովն էր ասում։ Գիտեք, ինչ, ինքը նաև ցել էր առնում Մոզամբիկ էր հիշում, չգիտեմ։ Այո, Մոզամբիկ էր հիշում։ Կալաշնիկով են դրել Մոզամբիկին եւ այսինքն բարձ է ռուսները հերթական անգամ ցույց են տալիս հայ ժողովրդի նկատմամբ իրենց վերաբերմունքը ինչպիսին է, էլի, մենք իրենց համար ապրիգյան ինչ որ ցեղախումբ ենք հավանաբար, էլի։ Այդ ժամանակներում ոչ միայն մենք, բոլոր սովետական միությունից բողոքված երկրները զինված էին սովետական, այսինքն սովետական զինամթերքով, այդ ռուսական զինամթերքով։ Այսինքն ռազմաբազաները պահպանվել են։ Այսինքն, հա, ադրբեջանցիների զենքը, որը անգամներով ավելին էր ադրբեջանական տարածքում սովետական զորքերի ներկայությունը եւ բահեսները, նրանք մնացին ադրբեջանցիների ցերքում, Հայաստանում ինչ որ մնացին, մեծամասամբ Ռուսաստանը փորձեց դուրս բերել այստեղ, այդ ժամանակ հիշում ենք 90 թիվ, 91 թիվ, նաև հա ճոգատների ժամանակահատված, որ նաև փորձում էին կաշառելով, բռնի ուժով, հա զենք զինամթերքին դեր կանգնել, դրանով պիտի զինվեինք, ինչով պիտի զինվեինք։ Ինչ կա դրա մեջ։ Նա պատասխանում էր այն մեղադրանքին, որ դուք Ադրբեջանի միլիարդների զենք եք տվել, դուք եկել եք մի երկիր, որը հարձակման է ենթարկվել եւ Արցախը Ադրբեջանի կողմից ձեր զենքով, նա ասում էր մենք էլ ձեզ ենք տվել։ Կարծում եք համարժեք է այդ աջակցությունը Ռուսաստանի։ Ոչ միայն համարժեք չէ, Կրեմլի վերաբերմունքը ոչ միայն 90-ականներին կամ այս օրերին, առնվազն մի քանի հարյուրամյակ հայ ժողովրդի նկատմամբ, Հայաստանի նկատմամբ թշնամական է եղել։ Նույն Լավրովը վստահաբար շատ լավ հիշում է 91 թվականի Կոլցե օպերացիան, ասենք Քեդաշյանից սկսյալ Շահումյանի անգումը, հա մեր այդ ժամանակ ես եղել եմ, թաշտում եմ եղել, մենք ականատեսն ենք եղել, առաջից որ տեխնիկան գալիս էր ռուսական զորքներ, ոչ թե ադրբեջանական օմոնը, ռուսական զորքը, իրենց կրակատիլ ուղղաթիռներով, այդ ժամանակ արդիական թանկերով մեր ցերկները շատ չնչին բան կար։ Ինչի մասին է խոսքը, այսինքն ռուսական կողմը ոչ միայն Ադրբեջանին բազմաթիվ անգամ զենքով օժանդակել է, նաև քետնի վրա զորքով է օժանդակել։ 91 թվական Ժորժ ջան։ Բայց հայտնի օղակորձողությունը։ Հետո այնպես ստացվեց, որ Արցախի անվտանգության երաշխավորը դարձավ Ռուսաստանը։
Ամբողջ ցավը այն է, որ մեղքը մերն է, հայկական կողմի մեղքը այն է, որ այս 30 տարիների ընթացքում մեզ չի հաջողվեց ազգային քաղաքական էլիտա ձևավորել, որովհետեւ գաղութադիրական կառավարման թեմ ազդակական պայքար մղի։ Եվ այդ ցախողման պատճառով մենք այսօր գործերինք Արցախը, այսինքն 92-94-ի ցերկբերումը, մեծ ցերկբերումը, հա, որը հազարավոր հայ մարդկանց յանքի գնով դեղի է ունեցել, պաստորեն մենք 20 թվին ոչ միայն ունեցանք այս հազարավոր գործերը, նաև մենք 20 թվին գործրեցինք 92-94-ի իմաստավորված զոհությունը գործրեցինք։ Անիմաստ դարձավ այդ նաև առաջի Արցախյան պատերազմի զոհությունը, որը այսօր գրգնակի դժվար վիճակի մեջ ենք մենք որպես ժողովուրդ, մենք վերաիմաստավորելու խնդիր ունենք, մենք այդ արույնը որ թափվել է, պիտի վերաիմաստավորենք եւ այս ոգով չէ որ այսօր դոկորված են Հայաստանում կորձող գազագերբությունների մեծ մասը։ Այսօր շատ քչերն են խոսում Արցախ վերադարձի մասին։ Շատ քչերը։ Կամ Ադրբեջանի արհեստական պետություն լինելու մասին շատ քչերն են խոսում այն դեպքում, որ մենք այսօրերին մենք աշխարհ պատերազմի մեջ է։ Առաջիկա տարիներին պատերազմի տարիներ են աշխարհով մեկ։ Եվ բնականաբար նոր սահմաններ գծվելու հնարավորություն բացվում։ Եվ չօգտագործել այս հնարավորությունները եւ Ադրբեջանին ձունգի չբերել եւ մեր իրավունքներին դեր չգանկնել, դա ինչ հանցագործություն բառը մեղմ ասված էլի։ Այդ պատճառով այդ ամեն ինչը հնարավոր է միայն ու միայն երբ Հայաստանում, Երևանում հաստատվի, ծնվի ազգային գլուխ, ազգային կառավարություն իր բարին փունի մաստով, ազգային փոխանցակությամբ։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Սեֆիլյան։ Factor TV-ում հյուրընկալել ենք Ժիրայր Սեֆիլյան,